Հաջորդ անգամ, երբ վիճես ինչ-որ մեկի հետ, նկատի մի բան։ Դու իրականում չես լսում դիմացինին։ Ու դա բնավորության հարց չի, ուղեղի բնությունն է այդպես։ Բայց կա մի հատ նյուանս, որ ամեն ինչ փոխում է։ Ուղեղը ինֆորմացիա մշակող օրգան է։ Զգայարաններով տվյալները հավաքում միջավայրի մասին, հետո մեկնաբանում քո կյանքի փորձի հիման վրա։ Դրա համար դու ու դիմացինդ նույն խոսակցության մեջ չեք, ամեն մեկը ձեր սեփականի մեջ է։ Իդեպ հենց հիմա էլ քո ուղեղն իմ ասածը քո կյանքի ֆիլտրերով է անցնում։ Ամեն զրույց շղթա է։ Ինչ է ասում դիմացինը, ինչ ես ընկալում դրանից դու, ինչ ես արձագանքում իրան, ու ինչպես է այդ ընկալում նա, ու ինչ է պատասխանում ինքը քո արձագանքին։ Ու այդպես շարունակ։ Քանի դեռ այս հոսքը կա, զրույցը կառուցողական է, բայց հենց էմոցիաներ են հայտնվում զրույցի մեջ, շղթան կոտրվում է, դադարում եք իրար լսել ու երկուսդ էլ սկսում եք մենակ խոսել, առանց իրար լսելու։ Էս է այն պահը, որ ամեն ինչ փոխում է։ Երբ զգաս էմոցիա է հայտնվում քո ներսում զրույցի ընթացքում, դադար տուր ու հարցրու քեզ. իրականում լսում եմ, թե սպասում եմ իմ հերթին, որ խոսեմ։ Իմ խոսքը տեղ հասնում է, նույն բառի տակ երկուսս էլ նույն բանն ենք ընկալում։ Հետո միացրու հետաքրքրասիրությունդ։ Ոչ թե ով է ճիշտ, այլ ինչ է տեսնում դիմացինը, որ ես չեմ տեսնում։ Իհարկե վեճը մի վայրկյանում չի լուծվի, բայց հենց այս դադարն է այն տեղը, որտեղ զրույցը նորից կենթանանում է ու դառնում կառուցողական։ Ուղղակի այս վիդեոն այն մարդուն, ում հետ կուզես ավելի կառուցողական զրույցներ վարել, որ մյուս անգամ փորձարկեք այս մոտեցումը ու տեսնեք ինչ է փոխվում ձեր հարաբերությունների մեջ։